Դատանը տեղում խորհրդակցելով որոշեց Պարոն Ապրեսյանի խնդրանքը միջնակցությունը բավարարել, բայց մեկ շաբաթյա ժամկետով։ Ինչու համար մեկ շաբաթյա ժամկետով, ինչի համար դատանը գնահատում մեկ շաբաթյա ժամկետով ողջունության։ Քիչ առաջ կարծես թե երկխոսություններով որոշակիորեն նաև ակայել եղավ դատարանի դիրքորոշում այդ առումով գործունեության ծանոթանալու ժամանակի և մեկնումից, հետևաբար նույնը չկրկնվում վաճառականություններից մեջ, ընդհանրապես մեկ հայտարարություն։ Մենք փորձեցինք գոլեգաների հետ, դատավորների, կազմի դատավորների հետ, հիշել թե մենք այս գործունեություններին ինչ ժամկետում ենք փորձել ծանոթանալ։ Երորյա քամիլա ժամկետում յուրաքանչյուրս առանձին այս գործունեություններին ծանոթացել են բողոքի սահմաններից։ Եվ հետևաբար այս հանգամանքը հաշվի առնելով, պարոն Ապրեսյան ձեզ տրամադրում եմ մեկ շաբաթյա ժամկետ։ Միևնույն ժամանակ ես դատավարության բոլոր կողմերին առանձնահատուկ ձեզ, պարոն Ապրեսյան, ինչու համար առանձնահատուկ ձեզ, որովհետև ոնց դատավարության մյուս կողմերն այնպես մեկ-երկու դատական նիստերի ընթացքում այնպես չի, որ այդ կանոնը խախտվել է, դրանով պայմանավորված առանձնապես ձեզ, այլ գործերով ձեր ծանրաբեռնվածությունը փորձեք հետևացնել, չգիտեմ մնացած գործերը հետաձգելով, չգիտեմ մնացած գործերից հրաժարվելով, դուք ինքներդ որոշեք, սա ձեզ բան չի ձեր նկատմամբ, հորդորա, մենք ինքներս այսօր Տիկին Աբգարյանի նախագահությամբ երկրորդ դատական նիստ կար, բայց որն ավելի վաղ էր նշանակված, բայց հաշվառելով այս դատական գործի, գիտեք, հնչեղություն, այնպիսի վաղեր չեմ սիրում օգտագործել, խուսափում եմ 20 զինվորի մահով քրեական գործի, այսպես կանոնում ես գործի, իր առանձնահատկությունը, դրանով պայմանավորված մենք բոլորս մեր այլ աշխատանքները, որոնք որ նույնաբանություն կարծես թե հետաձգում ենք ի հաշիվ այս գործի։ Մենք բոլորս ես դատարանի մասին եմ։ Պարոն Ապրեսյան, միայն դա ձեզ չեմ ուղղում, նաև ուղղում եմ պարոն Սիմոնյանի, թե պարոն Սիմոնյանը քիչ առաջարկեց, որ ինքը հետաձգել է։ Պարոն դատախազ ես հավատում եմ, բայց դուք նաև քիչ առաջացիք, որ գնալու եք այդ դատական, գնալու եք Գորիս։ Եվ պարոն դատախազ նաև ձեզ է վերաբերվում, սա ինչ եմ ասենց ասում, որ այնպես չլինի միայն պարոն Ապրեսյանին կողմնակալություն ցուցաբերեցին, բոլորս է վերաբերվում։ Մեզ, ձեզ։ Ավելի ձեզ ասեմ, այս դատական նիստերի դահլիճը մեր կազմի դատական նիստերի դահլիճը չի։ Մեր կազմին հատկացված դատական նիստերի դահլիճը մեկ այդ դահլիճը, որն իր հարմարություններով մի փոքր ավելի փոքր է, ավելի անհարմար է ասես սա։ Բայց մենք ընտրել ենք այս դահլիճը, թե ուշադիր եղած կլինենք, առաջի դատական նիստի ցանցումները գնացել են մյուս դահլիճի համարով, հետո մենք որոշենք փոխել։ Նույնիսկ այս դատական նիստերի դահլիճից զբաղեցած կազմի դատավորներին ենք խնդրում հարմարվեն այս գործին։ Չեմ ասում սա այլ բանի համար։ Անում ենք մենք մեր պարտականությունը, անում ենք մենք մեր խղճի և մեր իրավագիտակցության հաշվին։ Նույն հորդորում եմ ձեզ։ Պարոն Ապրեսյան, այս պահից սկսած, ավելի երեկվա ամսաթվից սկսած, դուք իրավունք ունեք դատարանում ցանկացած քրեական գործունեություն ծանոթանալ, ցանկացած քրեական գործունեություն ստանալ պատճեններ։ Ես խնդրեմ դուք դա կատարեք աշխատանքային կարգով, ոչ գրավոր դիմում գրեմ, սպասեմ պատասխանին, երբ կստանան, երբ կպատասխանեն։ Այս պահին նիստերի դահլիճում նստած են իմ աշխատակիցները, լսում են նաև իմ որոշումը, հեռախոսազանգի միջոցով դուք ունեք նման փորձառություն, ստացեք, պահանջեք, պատճեններ նստացեք։ Եթե անհրաժեշտ կլինի, շաբաթ կիրակի իմ աշխատակիցները եկան աշխատանքի։ Պարզ է։ Այո։ Լավ։ Ուրբաթ օրը ասեք։ Պատմական դատարանը ուղղակի նաև հաշվի առնում ենք, որ եթե կողմերից չներկայանան, դատական նիստը կարող է շարունակել։ Կողմերից դժողների, թե պրոֆեսիոնալների։ Թեկուզ նաև պրոֆեսիոնալների։ Ասեմ, տեսականով են, եթե ես գիտեք ինչ, ավանցով որոշումներ չեմ կար։ Չէ, ես չեմ ասում որոշում։ Ձեր մասով եք ասում,
Բացմին, ամեն դեպքում քրեական, ես հիշեցրեմ նաև կանոնը, վերաքննիչ քրեական դատավարության մասնակիցները պետք է պատժեշ ծանուցվեն եւ նրանց չներտնելը խոչընդոտ շարունակելու առումով։ Ընդհանրապես սա է։ Մենք ոնց որ թե այս պահի բոլորը պատժեշ ծանուցվեցի, թե որը չենք կասենք, ես չեմ ասում եմ մյուս ուժողների ովքեր չեն ներկայացել, ներկայացնելու մասին է խոսքը։ Շնորհակալություն, ես դա եմ ուզում